Ողջույն բարեկամներ, խոստանում եմ այսօրվա հաղորդումս անել ավելի կարճ, քանի որ այնքան քննադատություն եմ ստացել, ասեմ ամենակարևորը ինչի համար, որ մենք անհանգստացածներս են, ինչպես ինձ նկատագրեցին են սուտի ինտելիգենտներս, հա ավելորդ օդ ենք պղտորում եւ ժողովուրդը գոհ է իրականում եւ մենք ավելորդ իրոք քամի ենք անում, հեսա հրապարակը կա, բոլորն ուրախանում են, լեփ-լեցուն, ժողովուրդը գոհ է, մենք անիմաստ օդ ենք պղտորում, անիմաստ ստրեսի մեջ ենք գցում մարդկանց, ամենատպավորիչ բառը ինտելիգենտ բառն է C-ով գրած, հա երևի նկատի ունեին երևի իրենց ինտելիգենտ այս տեսակին, այ բայց սան ես իհարկե կարադառնամ, հիմա ուզում սա մասին խոսել ու գրող աղջիկներ շնորհակալություն հայտնում մեծ տպավորություն ուներ Տիգրան Ավելյանի ճաշակից նկարագրելով որ այ Տիգրան Ավելյանի ճաշակում տեսեք ինչեր են անում իսկ մենք չար նախանձներս չենք ուզում նկատել ինտելիգենտ C-ով երանի ես այդ մարդկանց Հայաստանում ապրեի այ լուրջ եմ ասում երանի ես կարողանայի այդ մարդկանց Հայաստանում ապրեի որոնք չեն նկատում չգիտեմ օրինակ սա չեն նկատում իրենք չգիտեմ որ Հայաստանում է բայց էլ են հələ Հայաստանի Երևանի օդն է դուքսերն է դուք ավտոբուսի չեք չեն նայում ինձ դա պետք չի շատ տպավորված եմ Ավելյանի ճաշակով, որովհետև սալյուտ է տրաքացել ու տոնածառի լույս կա վառված գիտեք ես շատ եմ մտածել տեսել եմ ընտանիքներ որտեղ գումարը բյուջեն տարբեր ձևով է բաժանվել բաշխվել եւ օրվա ուրախությունը միշտ օրվա կոմֆորտը միշտ գերադասվել է անվտանգության գերադասվել է ապագայի նկատմամբ ինչ որ պլանների ամենակարևորը ապահովության ու անվտանգության եւ կրթության այն պարտքով ապրող տեսակներ կան արտասահմանում շատ են Հայաստանում էլ քիչ չեն որ վարկով ասենք թանկարժեք մեքենաներ են քշում վարկով հագնվում են թե պետք է դա վերջը չգիտես այդ պարկերն ով ատալու դա չգիտես առաջնայինը երկրորդականի այդ խառնած երախուս այսօր ավելավարատ սալյուտով ուրախացնեմ բայց հետո իրան ինչ եմ պատասխանելու այդ սալյուտը ինչի դիմաց եմ ես իրան ցույց տվել այդ լույսերով ես խապել եմ հետո դրա դիմաց ինքը ոնց պետք է վճարի դա իմ խնդիրը չի դա այդ լակոտի խնդիրն է այսօր կարևորը որ ես սենց ինքս իմ էգո եմ բավարարեմ ասեմ ես գնացի սալյուտ Ավելյաններ ճաշակ ունի մենք էլ սուտի ինտելիգենտներս C-ով ինտելիգենտներս խանգարում ենք իրենց հանգիստ ապրել իսկ իրական ինտելիգենտը ճիպոտնառած ծնկացներ հետևից պայքարում է որ մենք խելոք մնանք հալովներս վեր ընկնենք տեղումերս ամբողջ չխոսանք մտածում եմ ճիշտ ասած ինձ հուշեք ինչ անել ազիվ ուզում եմ մտածում եմ արդյոք ժամանակն է որ մենք C-ով ինտելիգենտներս մտնենք մեր կաղապարների մեջ ու ինտելիգենտներին T-ով ինտելիգենտներին թողենք ճիպոտները ձեռը կաչքի բերեն երկիրը ճաշակով Ավելյանին սենց քաջալերեն ասեն տոնածառ վառի այ բալամ այս ժողովուրդը ներոնին սիրող ժողովուրդն է ինքը հաց ու տեսարան է ուզում եւ սա մասին զուշացողներն ինքը նեղնում է այդ հանգամանքից դուք չար նախանձները չեք ուզում տեսնեք իշխան լավ բան կա Հայաստանում այո գրեք ինչ անել որովհետեւ իմ մոտ իրոք հարցածակել ինչ անել անկեղծ եմ ասում եւ ես մտածում եմ կարող է ես այս մարդկանց տոնը փչացնում եմ իրոք կարող է ես իրանց պետքա այսօր չխանգարեմ գրողին թե վաղսա դիմաց իրանք ինչով են վճարելու գրողին թե ասենք զիվորա սպանվում ստանդարտ հոդվածով ու ասում են բան հոգնած է իրեն կրակեց առանց մտածելու որ իրենց երեխեն վաղը նույն զինվորն է դառնալու
Ես ես պետք է հիշեցնեմ, որ 11-18 թվականի առաջի հեղափոխության ճակերտավոր հեղափոխության առաջին նորտանին որ եղավ, այդ աննորմալ, տգեղ տոնածառը որ բերեցին մի քանի 100,000-ի դիմաց մեր տնկեցին հրապարակում, իժանակ ասում եք, հələ մի վայրկյան, արա։ Դու եկել ես որ նախքին ծախսերի դեմ կռիվանես, թե ծախսեն ավելի մեծացնես։ Մեզ նույն ձևի ասեցին, թող չալու նախանձնեք, թող վերը կընկնեք ձեր տեղը, թողեք թող աշխատեն։ Կարող ամեն երեխեքը արժանի չեն այս տոնածառին տենալու։ 7 տարի հետո ունենք այս վիճակը։ 2 տարի հետո հազարավոր երեխեք սպանվեցին այդ ուրախության դիմաց, բայց դա չխանգարեց, որ այդ տարի նույնպես տոնածառները վառվի, լույսը վառվի եւ մենք բոլորս ուրախանանք։ Ճակերտավոր եմ ասում ուրախանալը, որովհետեւ մի մոտ տպավորություն կա, որ Երևանի Հայաստանի կեսը կարող եւ հայության կեսը երևի ուրախանում է այս կոտորածներով, երևի ուրախանում է այս վիճակով առանց հաշվի տալու իրեն ինչի հաշվին է սա եւ սրա դիմաց ոնց ենք վճարելու։ Հա, իսկ ինչ վերաբերվում է ինտելիգենտներին, ես ուզում եմ ասել, որ այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է։ Հա, ինքը ինտելիգենտ չէր ծայով, ինքը մեծ արտիստ էր։ Արտիստ էր, որը Կասիգինին մեջտեղի մատ ցույց տվեց։ Ասեց, լսի ինչ եմ ասում քեզ։ Ես չեմ գալի քո հետ Թուրքիա։ Միշտ Թուրքիան ուզում են հենց Գոհար Գասպարյանին։ Դե ժամանակ գիտեք ոնց է սովետական միությունը, սովետական միությունում կար ընտրալների մի դաստա, այդ հայկական բանը լեզվում այտենց բան կար, խումբ, հա, դրանք ընտրալներն էին սովետական միության, դեռ Օյստրախներ, Ռաստրապովիչներ, Վիշնևսկայաներ, Գոհար Գասպարյաններ, լավագույններն են այնտեղ, այդ սովետական դաստեն, որպես պակասացիի ցուցադրական, հա, sense կոլեկտիվ, ուղարկում են արտասահման, որպեսզի ցույց տային սովետական միության ձեռքբերումները մշակույթի ասպարեզում եւ պետքա համերգ լիներ Թուրքիայում եւ Գոհար պետքա գնար, Գոհարից ռեպերտուար են ուզել, գնել էր կոմիտաս, կռունկ։ Մի անգամից կագևեն մերժել էր, ասել էր չես կարա դի երկես, ասել էր չեմ կարա, չեմ գալի։ Զեկուցել էին Կասիգինին, այն ժամանակվա Կասիգինը անձամբ է զանգել, ասել էր տիկին Գոհար, խնդիրն ինչ է, ասել էր կամ ես գալիս եմ, պիտի երկեմ կռունկը, կամ ես չեմ գալի։ Իսկ այդ ժամանակ գիտեք ինչ է նշանակում հակառակվել Կասիգինին, չնայած Կասիգինը ինքը այդ ինտելիգենտ մարդ էր ինքը։ Կասիգինը հրեշ չէր, բայց սովետական միություն չեկա, KGB, քեզին դեռ ամեն ինչ ֆիլտրում էր միտեղ գնալուց առաջ, հա, դեռ գուլագները թալմ էին, հիշողությունը թալմ էր, բայց Գոհարը փոքրամարմին կարճահասակ Գոհարը Կասիգինին ասեց. կներեք կամ ես կգամ, կերկեմ, կամ չեմ գա։ Երկարցեցին, բռնեցին, ասեցին չես գալիս։ Կգնանք, նոր դու քաղաքը կտենաս։ Գոհարն էլ ասեց օքեյ։ Դե երբ որ ցուցակ առանց Գոհար Գասպարյանի ուղարկեցին Թուրքիա, թուրքերը մերժել էին, ասել էին ոչ։ Մենք Գոհարին ենք ուզում։ Ախպեր, Գոհարը պիտի գա ձեզ մոտ։ Սրանք զանգում է ստիպված էլի Գոհարին։ Ասում են պիտի գաս առանց կռունկի, ասում է չեմ գալի, կամ կգամ կռունկի կերկեմ, կամ ես չեմ գա։ Ճարահատված, ասում եմ, Կասիգինը ինքը շատ զարգացած մարդ էր։ Ես իր կեսանդրությունը առանձին եմ ուսումնասիրել։ Այդ հրեշավոր համակարգի մեջ ինքը ամենազուսպ եւ ամենախելացի ղեկավարներից մեկն է եղել։ Ասում է համաձայն եք թող գոհարը։ Գոհարս գալիս է, երգում է, իրենց էլ հիշացնում է, այս երգը ինչի մասին է։ Հիշացնում է, որ այս երգը իմ ցեղասպանված ժողովրդի մասին է։ Կներեք, որ ես ձեր տունը փչացնում եմ, ու իմ տնավեր, ժողովրդի մասին է ես, դուք եք արել։ Դե բոլորը գնում են Աթաթուրքի գերեզմանին, ինքը էլ չի գնում, խախտում է բոլոր կանոնները, դե բոլորը սպասում են վերջ, հեսա գալիս են, դնում են վագոն տավարնին գիտեք, որն է սփյուռքը հայեր ջան, տավարնի վագոն, էդի գնացքա, ոնց ամենը պատեր ունի, էդի անասունների համար է նախատեսված, մեկ էլ ասենք են, որ
բան, անասուն տեղափոխելավար է նախատեսված, բայց Սիբիր քշվողներն հենց այդ վագոններով էին ուղարկում, էլի մտածում են հեսա հետ են վերադառնում, Գոհարի Ստավարնի վագոնը դնում են ու ուղարկեն Սիբիր։ Վերադառնում են, Գոհարին ընդամենը էլ չեն տանում արտասահման։ Էլ չեն տանում արտասահման, Գոհարս մնում է։ Գոհարս մնում է, միջև փոխվում է, գալիս են Բրեժնևի ժամանակները, էլի Գոհարս դառնում է էլի թիվ 1։ Հարցը դա չի։ Հարցն է, որ Գոհարի նմաններն են մնում պատմության մեջ։ Գոհարի նմաններն են մնում, ոչ թե Մուրադելիի նմանները։ Մուրադելին էլ էր հայ։ Ինքը ամբողջ կյանքը աշխատեց սպասարկել այդ համակարգը։ Էլ ազգանունը փոխեց, որ Ջուղաշվիլիի նման ինքն էլ վրացերեն հնչի։ Մուրադյանը դարձրեց Մուրադելի։ Էլ Ստալինին նվիրված կանտատներ գրեց, օպերաներ գրեց, դավաճանեց ինքն իրեն, դարձավ Չեկայաման մատնող, դատապարտող, այն ինչ որ իր գլխին են արել ինքը արեց։ Բայց ինքը գնաց, Շոստակովիչը մնաց, Խաչատրյանը մնաց։ Հիմա այսօրվա ինտելիգենտներին եմ ասում։ Դուք կարող եք այսօր ճիպոտով մեզ դաղել, հայ ժողովրդին, մեզ ասել ծեյով ինտելիգենտ, չարու նախանձներ, չգիտեմ, ինչ ուզում եք ասեք, արդեն էական չի, ինչ կապ ունի ինձ ինչ կասեք, կամ իմ նմաններին ինչ կասեք, երբ որ բանը բանից անցել է, բայց հիշեք, Գոհարներն են մնում, Շոստակովիչներն են մնում, Խաչատրյաններն են մնում, ով իր դեմքը չի կորցնում, Էյզենշտեյններն են մնում, իմիջիալուց ինձանից մեկ ուզել է Էյզենշտեյնի այդ ֆիլմը, որ ասում է 90-ականներին գտնվել է, հա, որտեղ ինքը ռեալ դեպքերն է ցույց տվել Գալադամորի այդ ամբողջ կոտորածների։ Ես այդ ֆիլմը չունեմ։ Այդ ֆիլմը կարելի է գտնել Ռուսաստանում, կարելի է ուղղակի Google-ում պոյսկ անել։ Ես դրա մասին դոկումենտալ ուղղակի փաստագրություն եմ կարդացել արխիվային, հա։ Այդ կարգի մարդիկ են մնում, որոնք իրանց չեն դավաճան, իրենք։ Իսկ աշխարհի ամենաթանկ բանը գիտես որն է։ Գիտեք որն է, սիրելիներս։ Սեփական կարծիք ունենալը։ Աշխարհի հարուստ ամենամարդն է, որ ինքը իր համար կարողանում է որոշումներ կայացնել։ Իրավունք ունի ինքը իր համար որոշումներ կայացնելու, առանց մտածելու, ոչ թե առանց մտածելու, առանց ընկրկելու, թե դրան դիմաց ինքը ինչով է վճարվելու։ Լավ թե վատ, բանտարկությունով, աքսորով, թե պատկեվատրումները, որտեղ լավագույն աքսորն ու պատկեվատրողը դա ժամանակն ու պատմությունն է։ Հա, դամալ այսօր Գոհարին հիշում ենք, բայց ով է հիշում Կասիգինին։ Թերևս ես, որովհետև ես ես ասում իրան օրինակ բերեցին, որում ոչ թե բաց ձևով, օբյեկտիվորեն են ինչ որ կար։ Այնպես որ ես չեմ ուզում ձեր տոնը փչացնել, ուրախացեք ձեր տոնածառով, ուրախացեք ձեր տոնածառով, բայց ուզում էի ձեզ ասել, Ժողովուրդ ջան, ուրախությունը տեղին է գիտեք երբ, այն 3 խոզուկների պատմությունը հիշում եք, այն որ երկուսը թքած ունենան ձմեռը ոնց են ապրելու, այն մեկը մտածում է տուն սարքի, կրիչ սարքի, կտուր սարքի, ապահովության մեխանիզմներ ստեղծի, որ գայլը ձմեռը իրան չուտի։ Այ իմ նմանների խնդիրը չար ու նախանձներից խնդիրը այս դառնում է։ Ոչ թե ձեր երեխեքին, մեր երեխեքին զրկել ուրախությունից, այլ որ այդ ուրախությունը վերջում լացուկոտ չդառնա, ողբ չդառնա, սա է խնդիրը։ Իսկ ես վստահ եմ այսօրվա այդ պատճառ բռնողների մեծամասնությունը չէր հասկանում ինչ է անում։ Ինքը ենթագիտակցաբար իր էգոնն է շոյում այսօր, որ ինքը տարել է ուրախացնելու, թե դրա դիմաց ինքը երեխեն ինչով է վճարելու։ Ինքը դրա մասին չի մտածում։ Այ որ մտածի, մենք չարնախած դուրս չեն գա։ Կարող է հասկանա մենք ինչ ենք ասում։ Բայց Աստծո սիրուն, իսկ ոչ մեկի ուրախությանը չեմ ուզում խանգարեմ, հա, ոչ մեկի տոնը չեմ ուզում փչացնեմ։ Ուզում եմ ուղղակի միասին ուրախանանք։ Ուզում եմ, որ մեր տուններ ուրախություն ունենի։ Ուզում եմ, որ ես այս տեքստերը չխոսեմ իմ տնից։ Ուզում եմ, որ իմ երեխեքներ ուրախանան։ Ոչ թե լույսերով։ Իրենք էլ իրենց ուրախության առիթներն ունեն, ուղղակի այս մասին ամեն անգամ հիշացնելով իմ շուրջ ուրախություն չկա, ինձ լսողների մոտ ուրախություն չկա, տագնապ է ոչ թե մենք ենք շիզոֆրենիկ, սա դրա մասին ենք խոսալու, չէ, տագնապ է, որտեղ վտանգը ռեալ է, ռեալ։ Այսօր շրջիկ կտկեսը էլի բան արե, պատարակ արե, եւ այդ պատարակին ներկայ է եղել նաեւ Վազգեն arczepiskopos-ը։
որը ինքը հավատում է, որ արդար դատավարություն կլինի։ Այս են Վազգեն arczepiskopos-ն է, որ նույնիսկ Նիկոլի Թերթում ինքը մեղադրվում էր վիրահայոց թեմի փողերը լափելու կներեք արտահայտության համար հանցագործությունների մեջ եւ բռնաբարության քահանայի կնոջ, որի պատճառով մեծ սկանդալ եղավ եւ իրեն վտարեցին այդ թեմից։ Այս մասին է խոսքը։ Այս նմաններով է Նիկոլը փրկելու մեզ։ Պատարակի է մասնակցել։ Պատարակի։ Գիտեք ինչն է լավ այս պատարակների, որ չկա նախքին էնտուզիազմը, չկա նախքին են հոտը, են առատությունը, որ առաջին օրերին կար։ Ընդհանրապես մի քանի տասնյակ այն էլ մեծամասնությունը նայեք, բոլորը ոնց որ հալալ ախպերներ են, նույն բոյի, նույն հակու կապով, նայեք ու չգիտես ինչի ծափերով։ Հասկանալի չէ, որ սրանք պատարակի չեն եկել։ Նայեք, չկա, չի ձայնը կա, բայց ինքը չկա։ Այն ոնց որ հարսանիքները լի, դհող զորնեն կա, հասնուպես են չկան դեռ։ Նայեք, մի զորք կա գնում, որ ինչ-որ մի հատ զորք է, սաղ աշատողներ են։ Փաստացի սա մնաց։ 1500-ից սա մնաց, ես ասել եմ, սենց էլ պետք է լինի։ Միջև հոգնեն, որ հասկանա, որ այս չաշխատեց։ Այս չաշխատեց մի շատ պարզ պատճառով։ Ժողովրդին դա հետաքրքիր չի։ Ժողովրդը իր ընտրությունն արել է, եւ այս կապիկությունները իրան բացարձակապես էլ բան չի անում։ Ասում եք, կրակը կորավ։ Այն մի քանի զոմբիներ, որ հիացած էին, հեսա, հալայ, բուդուդ հեսա, Նիկոլը փոխելու է կաթողիկոսին բերեմի հրաշք անմեղ արարածի, մեկ էլ տեսան, որ չէ, ինչ արարածի, ես ում ուզում բերի։ Ու նայում ես, հոդվածները վրեն է։ Հանել են, որովհետև այսօր ուզում է Նիկոլի հետ բանի փոխի, կաթողիկոսին փոխի։ Այստեղ ամբողջ ինտրիգը վերանում է եւ հաստատ դուրս եկավ, որ այդ ամեն ինչը իզուր։ Եվ Վազգենին այդ մասին հիշացնում են։ Վազգենի անունը Էդիկա։ Էդոին հիշացնում են, որ նույն Նիկոլը քո մասին, ինչպես Կճոյանի մասին, հա։ Իր թերթում գրել էր, որ դու մսխել ես վիրահայոց թեմին նվիրաբերած գումարը, դու գող ես պարզապես, ինչպես Կճոյանը։ Դու այս պահին գող չես այնքանով, ինչքանով դու միացել ես ավելի մեծ հանցագործությանը, ավելի մեծ։ Եթե հիշում եք, ես սրա մասին էլ եմ ձեզ պատմել, այս Չեհերոսի։ Սա Լոս Անջելեսի մեր բնակիչների գլուխը հարթուկող կներեք բարիս համար։ Մեկը, որ տադիներ շարունակ աշխարհի վերջի լուտանքներն ու հայհոյանքներն էր տալիս տեղի թեմի առաջնորդին, Արմամոլ իրենց առաջնորդին անունը մոռացել, արդեն էական չի, դու գիտեք, Կալիֆոռնիայի թևի։ Մի անգամից մոռացավ դրա մասին, եւ քանի որ այդ Արմամոլը հիմա աջակցում է Նիկոլ Փաշինյանին, այս էլ երթվյալ ծառայում է Փաշինյան Նիկոլին, լծված է Գարեգին բի դեմ արշավանքի ոչ միայն ինքը, այս կենթանու հետ։ Ես գիտեմ, որ Լոս Անջելեսի բնակիչները տանք ոչ թե վատ հայ են կամ լավ հայ են, չէ, ուղղակի իրենք գտնվում են ինֆորմացիոն մի այնպիսի տեղատարափի տակ, թունավոր տեղատարափի տակ, որ իրենց համար դժվար է լինելու հասկանալ առանց ալտերնատիվ ինֆորմացիայի ինչա կատարվում իրականում։ Դրա համար երևի ես կրկնվեմ ստիպված, բայց Լոս Անջելեսում եւ ընդհանրապես Հայաստանից դուրս ապրող իմ ընկերներին ձեզ մեր համախոհների պետք է խնդրեմ տարածել ուղղակի այս հաղորդումները, խնդրել, նայեն այդ մարդիկ, առաջարկել, վիտամին տալ, հա, հայկական վիտամին վերականգնվելու եւ առողջանալու համար, որովհետեւ այդ թունավոր սնունդը այն որ սրանք են թափում իրանց վրա,
հայկականությունից ոչ մի բան չի մնա։ Իրոք չի մնա։ Հա, որովհետև սրանց ուզածը ինչ է։ Սրանց ուզածը օրինակ, որ մենք անցնենք թրի տակով։ Սա քարոզածը սա է։ Այն ինչ հակահայկական է, որ մենք ոչինչ չանենք, մեզանից հասած գործը, հասանելի գործը ոչ թե մենք անենք, այլ թողենք ուրիշի վրա։ Մենք пассив դառնանք ունկնդիր, ակնդիր, նայեք թե մեր երկրի հետ ինչ են անում։ Եվ համոզել, որ այդ անողը հենց Նիկոլ Փաշինյանը եւ ինքը անում է, բայց ինչ է անում Նիկոլ Փաշինյանը դրա մասին չխոսել։ Հա, այդ խաղաղությունը, որը նույն ցեղասպանությունն է, ներկայացնել որպես բանը, մեծ ձեռքբերում այ Նիկոլ Փաշինյանը մեզ հիմա փրկում է այդպես, փրկում։ Այսպես փրկում է մեզ։ Նայեք ոնց է փրկում։ Այսպես։ Խաղաղություն գորալով, ապագա գորալով, տրոյական ձի մեջ բարձած Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան, բերում է Հայաստան։ Ու դա ներկայացնում է որպես խաղաղություն, որպես հաղթանակ։ Իսկ հայ մարդը ինչ է ասում։ Մի քիչ հոգնած հայ մարդը, խաղաղություն է ասում, ինքը հոգնել է ամեն ինչից։ Բայց ես այդ մարդկանց տրամադրությունը պետք է գցեմ, հարգելիներս, հայրենակիցներս։ Անվճար բանիրը հակարտում է դրված։ Չկա խաղաղություն առանց կռվի, առանց պայքարի։ Սա չի եկել մեզ խաղաղություն բերել։ Էսի եկած օրվանից սպանում է մեզ։ Սպանում։ Ոնց կարող է մեզ խաղաղություն բերի։ Ոնց կարելի է ամեն ինչին հավատալ։ Մի հավատացեք դրա խոսնակներին, սրանք բոլորը նույն ներին են ծառայում։ Սրանք բոլորը, ովքեր խոսեն խաղաղության մասին, ովքեր ինչ որ ձևով կարդարացնեն ների քայլերը, սրանք բոլորը ծառայում են այդ ներին։ Իրականությունը լրիվ ուրիշ բան է։ Դուք ես լույսերի մի խապնվեք։ Լույս այսօր փողով լույս առնելը, վարկով մեքենա առնելը, դա ինչ մի դժվար բան է։ Ամենադժվար բանը դա անվտանգության համակարգ ստեղծելն է, աշխատատեղ ստեղծելն է, մարդու համար արժանապատիվ միջավայր ստեղծելն է։ Դա է աշխատանքը, ոչ թե փողը վերցնել, լազերային շոու անել, լազերային շոու բերել արտասահմանից, դա մեծ խնդրեմ չի։ Տեղական ուժերով ինչ որ հնարավոր անել, դա էլ մեծ խնդրեմ չի, դա ընդամենը ծախս է։ Հասկացեք։ Աշխատանքը այն է, երբ որ դու այդ ծախսի դիմաց քո երեխեքի կյանքով չես վճարելու վաղը, ու հենց հիմա չես վճարում։ Սա է աշխատանքը։ Իսկ սրանք թքած ունենան, իրանք այսօրվա իրանց լափը ստացան, վերջ։ Ինձանից հետո թեկուս ջրհեղեղ։ Ցավոք Հայաստանում էլ այդպես ապրումները կան։ Ու դրանց ձեռքում է այսօր գտնվում ամբողջ մեդիան։ Եվ դրա համար էլ մեզ ծայով ինտելիգենտ են ասում, չալ նախանձ, որ մենք խանգարում ենք իրենց ուրախությանը։ Չենք թողում հանգիստ ուրախ, հա, ծափահարելով գնան կործանման։ Իրանց էլի ցնցալով։ Դա մա պետք է տարածել ժողովուրդ։ Ես ուրիշ բան չեմ կարող առաջարկել։ Օգնեք ալիքին։ Օգնեք, որ մենք շարունակենք մեր աշխատանքները եւ տարածել։ Այ իրական խաղաղությունը սա է։ Սա գիտեք ինչ է։ Սա կապանն է։ 100 մետրի վրա ադրբեջանցու դրոշն անդորում բարձունքի վրա։ Սա գիտեք ոնց է հասել այդտեղ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն է հրամայել, որ զորքերը հետ քաշեն, որ բարձունքը վերցնի ադրբեջանցին ու այսպես նայի կապանի վրա ցանկացած ժամանակ ավիրելու, սպանելու ամեն ինչ ուզի անի։ Իրանն է դիրքը։ Դե ուրախացեք, դե ծափ տվեք։ Սա ինչի է նման։ Ինչի է նման սա։ Եվ արդյոք բարոյական ու բանական մարդը սա իրեն կարող է թույլ տալ։ Թող մենք ծայով ինտելիգենտներս խանգարենք ձեզ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ շուրջ, որ դուք անմեղսունակ չեք արա։ Ձեր երեխեքը մեղավոր չեն, որ դուք անմեղսունակ եք։ Բայց ձեր երեխեքն են իրենց կյանքով վճարելու, այս սրա համար ձեր երեխեքն են վճարելու։ Որովհետև իր դիրքը շատ ավելի հարմար է, շնորհիվ ձեր ների, որ հանձնեց Թուրքիին բերեց հասեց կապանի, այսպես գլխին դնելով այս հենակետերը։ Իսկ թուրքը չի գալի ձեր հետ ապրելու։ Թուրքը գալիս է ձեր տեղն ապրելու, ձեր ունեցածը թալանելու,
ուզես սպանելու, եթե դա հնարավոր է։ Անպայման ես հիշացնեմ Արցախի դատարկումը։ Արցախի դատարկելով իրանք չէին բավարարի կյանքում ու չէին բավարարում։ Իրանք վերջեցին, որ նո, ձեզ այդ գնացողներին նաև պետքա սպանել։ Երևի բոլորդ երեք հիշում եք, հա, այդ շապօգնության մեքենան հիվանդ էր բերել իբր Ֆրանսիայից։ Այսօր մի sense հայտարարություն է հանդիպում, որ այն որ Անտալիաներում հանգստանում եք, ապրանք եք գնում, այդ ոչինչ, կարելի է, բայց որ մարդ են փրկել, դա վատ է։ Գրում է մեկը, սիրելի հայրենակիցներ, կամ այժմ անցնեմ բուն թեմայի, որին ցանկանում են տալ քաղաքական երանգ որոշ քաղաքական դիակներ, տեսեք։ Հա, նրանց կողմից դա գիտություն է, ուղղակի ասենք ամոթ ձեզ։ Տեսնենք հենց մեզ ինչու են ամոթ տալի։ Մեզ քաղաքական դիակներից ինչու են ամոթ տալիս։ Հիվանդը շատ ծանր վիճակում սուր իշեմիկ ինսուլտով կաթված կոմայի մեջ Ֆրանսիայից տեղափոխվել է Հունաստան, այնուհետև Թուրքիայով, Վրաստանով տեղափոխվել է Հայաստան։ Այդ մարդը իշեմիկ սուր ինֆարկտով բանով այսքան ճանապարհ անցել դա։ Իմիջիալոց հիվանդին տեղափոխող մեքենան միջազգային Կարմիր մահիկի Կարմիր խաչ կազմակերպությունն է եղել։ Ինչ որ չէր երևում մտե Կարմիր մահիկ։ Այդ թուրքական մեքենա էր, եւ համարները, եւ էմբլեմները, բայց անցնենք առաջ, հա։ Հիվանդը հորեղբորս թորն է, նայեք։ Հորեղբորս թորն է, գրողն է գրում։ Հայաստանի քաղաքացի 42 տարեկան 4 ապա, այսինքն իր հորեղբոր թորն է, որը 42 տարեկան է։ Լսեք, եթե հորեղբոր թորը 40 տարեկան է, գրողը պետքա լինի առնվազն մի 65 տարեկանի մոտ, չէ՞։ Սա տեսնենք ով է։ Արդեն կոմայի մեջ է 1 ամսից ավել, շնչառական ապարատին է միացված։ Առողջական վիճակը թույլ չէր տալի ոլորտային ճանապարհով կազմակերպել հարազատից տեղափոխումը Հայաստան։ Այսինքն Ֆրանսիայում բուժում բան չկար։ 1 ամիս կոմայի մեջ էր, իրան այդքան տես բերեցին, որ Հայաստանում բուժե։ Քիչ ամնում ասես ֆրանսիացիներին, արա բամոտ չի, հիվանդանոց չունեք այդտեղ։ Որ դուք 1 ամիս կոմայի մեջ պահում եք, հետո բերում եք Հայաստան, որ եթե բանին բուժեն հիվանդին։ Էնել մեքենայով։ Այսինքն մեքենայով բերել է մոտ մի շաբաթ, գիտեք։ 1 շաբաթ, պատկերացնում եք 1 շաբաթ դու հիվանդ տանես, էնել այդ վիճակում կոմայի մեջ։ Լավ, անցնենք առաջ։ Ասեցի մի հատ տեսնեմ ով է այս գրողը, որ հորեղբոր թորը, 42 տարեկան է, հորեղբոր թորը։ Սենց նայեցի մի անգամից ընկավ Դավիթ Սանասարյանի հետ է սրանակալ։ Ու սենց իջնում եմ ներքև, այն ելույթից բացի ամբողջը Սանասարյան Դավոյի նկարն է։ Նիկոլ Փաշինյանի Սանասարյան Դավիթի նկարն է։ Այսպես ամեն տեղ ինքն է։ Ու հետն է շնորհակալությունը հայտնում ինչ որ падգամավորի քպայական, որ կազմակերպել է տրանսֆերը։ Շատ հետաքրքիր է դառնում։ Մեկ էլ ստեմ ինչ որ բան տեսա, տեսանյութ։ Ասի տեսնեմ, այս աղջիկն ով ասենց բորբոքված խոսում է։ Մա տեսես լսենք ես գժին, մա լսենք էլ։ Թուրքիայի մեքենան Երևանում է։ Ձեռը առնես։ Բարև ձեզ։ Ուզում դիմեմ մեր երկրի բոլոր վաղ չափողներին, այն բամբակները, որ խաչ են անում, վառում են, մարդկանց վրա, որ այդ վաղ չափողները մենք վախերը չափ են հանեն, էլի այդ վախերը, ուրեմն մի հատ կին ենք ստացել, հա, ոնց հասկացա, պորտի տեղը Բոլտա, Բոլտն էլ թույցել է, քամա գվրի ծնգե, որտեղ լուսին ա տեսել, հա, հիմա այս լրփազավրի վախը չափել է պետք, հասկանում եք, շատ լուրջ է վիճակը, էլի, օգնել է պետք, հիմա ես դիմում եմ բոլոր մեր Հայաստանի Հանրապետության վաղ չափողներին, կա մեկը, որ կարա սրա հարցերը լուծի, սրան օգնի, մեղ կա ես, յարա վարյա գնում, հորս արև, լուսին ա տեսել, միանգամից դարը բմբլով հնդիկ։ Լուսինը համար այդ Թուրքի դրոշը ընդամենը լուսինը, դրա համար անհանգստացողները Թուրքի բմբուլ են, ինչ որ հիմար խոսում է Բոլտից, բանից, ասիլ է, մի հատ տեսնեմ սա ով է, Մերի Թոմայան, ու սենց նայում եմ, Համացանցում տարածվում է այս տեսանյութը, որում մի քանի գրեհիկ բառեր հաջողվում են Կճոյանի երթվյալ Նիկոլական չակերտավոր հոգևորին։ Այն քահանաներին, որ
երթվյալ նիկոլական։ Այ ամեն ինչ ընկնում է տեղը արդեն։ Մի հատ նայենք էս Ամեն ինչ ընկնում է տեղը։ Որը որտեղից է գալիս, հիվանդը որտեղից կարող լինել, ես հիմա խնդրում եմ։ Կարաու պալունդրա Ես հիմա խնդրում եմ լրագրողներին հետամուտ լինել, բարձելու ով է այդ 42 տարեկանին ինձ ասաց այդ ինչ որ մեկի հորեղբոր թորը, հա? Այ ոնց է ստացվում, որ այդ փրկվողն էլա, բերողն էլա նիկոլական, սաղ նիկոլական են։ Այդ ինչ օպերացիա են կազմակերպում, այդում են ծաղրում, հա? Ինչի են բերել այդ մեկ ամիս կոմայի մեջ պատկերված։ Պահելուց հետո այդ մեքենան չի պետք է մի շաբաթ ճանապարհ հասներ։ Ու ինչի՞ է ոնց է ստացվում, հենց իրանց հոցից է, հա? Այդ հիվանդներ, դրանով զբաղվողներն էլ, սա նիկոլականն էլ այդ մասով անհանգստացածներին էլ, չգիտեմ, ինչ ասես ասում են։ Խնդրում եմ, մի հատ լրագրողական հետաքննություն հարցրեք, ով է այդ հիվանդը, անուն ազգանունը, ոնց է, իմանանք էլի առողջությունը։ Եթե հայ մարդ ենք փրկել, իմանանք գոնե հայ մարդ է փրկել այս անգամ թուրքական մեքենան ոչ թե դա մահա բերել, հա, հիվանդ է փրկել։ Գոնե այս անգամ, իմանանք, բայց կա Հայաստանում մեկը, որ կզարմանա, եթե հերթական տերորիստական ակտ է լինի հայ ժողովրդի նկատմամբ։ Դրա վրա կարող զարմանա եւ անհանգստացողներին, չգիտեմ, այլ բառերով խոսի, բացառապես ասեմ, նիկոլական, որ ասեմ այդ բառը չեմ սիրում էլի։ Ես դրանց ների հետևորդ եմ ասում։ Լրիվ հիմնավոր։ Նասանայք։ Պատկերացրեք, մենք ոչ միայն շինարարության համար քար չունենք մեր երկրում, չնայած քարի երկիր ենք, բայց մեր Հայաստանի 60%-ը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի турքը նորմալ չենք էլ մատուցում։ Սա մոռացել է, որ վարչապետն ինքն է յուրտանի։ Եվ տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ եւ որոշեցինք, որ անպայման առաջիկայում արդիկ համայնքի հետ մենք այս բացը կլրացնենք եւ համայնքներում մենք սա նախ բնության հետ հաղորդակցվելու շատ կարեւոր ձև է եւ նաեւ արժեվորելու եւ նաեւ մեր ուշադրությունը Ժողովուրդ, ես չգիտեմ, սոնգերուսը տեղ խոսում հենց այս ձայնագրելուց առաջ։ Ինձ ասում է, եթե մի քանի 100 հայ էլ գտնենք, հայ, այն ինչի մասին որ դու ես խոսում, ուրեմն մենք դեռ կորած չենք։ Ինքն ասում է ոչ թե մի քանի հազար, ասում է մի քանի 100։ Մի քանի 100, որոնք այս տեքստերը լսելուց գարշում են, մերժում են, որոնք հասկանում են, որ սա վերջն է, որ ինչ որ մեզ շուրջը կատարվում է, դա աննորմալ է, որ դա անբարոյական է, դա փակուղի է, որ դա մետը չի։ Ու ես մեկ էլ հիշեցի ամբողջ չինական աշխարհում, ամբողջ Ասիան հələ մի հատ նայեք, ու Տիբեթը նայեք։ Հələ տիբետցիներին նայեք, ինչ կյանքով են ապրում, ու ինչ են առանձնացել։ Մի օր հետաքրքիր է, պետք է ավելի խորանամ, թե ինչու են տիբետցիները բարձրացել 4-5 հազար մետրի վրա ապրում։ Ինչի էլ, ինչի են թողել այդ միջավայրը չինական, որտեղ իրանք բանով, արմատով այդ ցեղերից են։ Հիմա վաղուց իրանք տարբերվում են, իրանք իրենց տարբեր անուններով են կոչվում որպես ցեղատեսակ, բայց նույն տեղից են, իրանք նույն ժողովուրդն են։ Ոնց եղավ ու ինչի եղավ, որ այս մասը առանձնացավ ու բարձրացավ Տիբետ ու որոշեց չխառնվի այն ներքևինների հետ, հա։ Իմ համար սա իրոք մեծ սոցիալական ուսումնասիրության թեմա է, որ հասկանամ ինչն է պատճառը, ինչը դրդեց այդ մարդկանց, որ մենակ հոգևոր կատարելության հասնելու բանը չէ դա, չէ որ կարելի է հոգևոր կատարելության հասնել առանց Տիբետ բարձրանալու։ Եվ կան մարդիկ, ասենք, իրաց մեդիտացիաներով, աղոթքով, իրենց դիսցիպլինաներով տանել են հասնում, հա, դրան այդ կատարելության։
Չակերտաբոլ եմ ասում, իհարկե կատարելության հասնելը շատ դժվար է։ Բայց ինչի՞ այդ մարդիկ հրաժարվեցին այդ սոցիումից, մերժեցին, առանձնացան ու գնացին կյանքի համար ամենադաժան պայմաններում ոչ խառնվեն են ներքևի չինացիների հետ էլի։ Նույնիսկ եմ ասում, իրանք արմատներով ոչ շատ գնում ես, ասենք մի գոնե 1000 տարի հետ ես գնում, տեսնում ես, նույն ժողովուրդն են։ Նույն ցեղատեսակներն են, իրանք ասենց ուղղակի այդ մարդը վերցրեցին գնացին այնտեղ։ Ինչու՞։ Ուսես մտածում եմ կարող է մի օր մենք էլ տենց հոգնենք ճարահատյալ, միսես մարզ վերցնենք, առանձնանանք, ասենք ախպեր, կլինի դուք ձեր տոնածառներն ընդե արեք, դուք ձեր խոզերն էլ ընդե պահեք, ձեր խոզերն էլ լսեք ձեր եկեղեցիների մեջ, թողեք մենք ասես հանգիստ, մենք մեր անկյունում հիմա ասած ընկերոջս մի քանի 100 հոգի ենք, թե մի քանի հազար ենք, թե մի քանի տասնյակ հազար ենք, այդ ժամանակ էդի կերևա։ Այդ ժամանակ դա կերևա, որովհետև ուսես նայում ենք, եթե սրանց ապտավորները շատ են, իրոք մեր գործը անիմաստ է։ Անիմաստ է, որտեղ վստահ եք, իմ նպատակի մեջ իրենց փրկելը չի մտնում։ Ոչ թե իմ համար մեկը իրանք ցետ իշ կլինի, ես ուղղակի վստահ եմ, որ իրենց փրկել հնարավոր չի, որտեղ դա բարոյական ընտրություն է։ Մարդ իր ընտրությունը կատարել է։ Էնել Հայաստանի պայմաններում, եթե Սփյուռքում ապրող ասեն գնում է գալիս աշխատանքի, նայում է այդ զոմբա ящիկը, իրան ասում են դեռ ամեն ինչ լավ է, ես կարող եմ հասկանալ, որ ինքը ինֆորմացիայից կտրված է, բայց ապրել Հայաստանում ու կտրված լինել ինֆորմացիայից դա ուղղակի հնարավոր չի։ Որովհետև այդ օդը դու ես շնչում, այդ տրանսպորտից դու ես օգտվում, այդ հարկերը քո վրա են դնում, այդ անարդարությունների քաշողը դու ես։ Հիմա էլ ասել են միջև 300,000 ինչ ուզենան քեզ կարող ենք անել, աղբե ջան, դու դրա համար էլ դու չես կարող դիմես վարչական դատարան, մեր դատավորները հոգնում են։ Կարող է գիտես քո մի քանի 100,000 դրամի հետևից պետք է անգնեն իրանք որոշումներ նայեն, դրանք քեզ օրենքով են հացրել այդ տուգանքը թե չէ։ Խանգարում ես քո անիմաստ, հա, բողոքներով դատական համակարգի կոռումպացված աշխատանքը։ Հատե փող չկա։ Փող կարգի փող աշխատեն, հա։ Չէ՞ որ Հայաստանում ապրես այդ ամեն ինչի մեջ ու տեղյակ չես Հայաստանում ինչա կատարում, հնարավոր չի։ Դա համար եմ ասում, իմ նպատակի մեջ իրենց փրկելը բացարձակ չի մտնում, բացարձակ, որովհետև դա իրանց բարոյական ընտրությունն է։ Ես կարող եմ ոչ թե փրկել, բարձր հնչում ես բառը, էլի։ Ես կարող եմ խոսել, առաջարկել այն մարդկանց հետ, ովքեր ուզում են իմանալ ինչ է կատարվում։ Այլընտրանք տամ, ասեմ դու ընտրի։ Էդ էլ քո բարոյական ընտրությունն է։ Կարող է նույնիսկ իմանալուց հետո դու էլի Նիկոլ ընտրես, դու սա ընտրես։ Ես քեզ չեմ կարող ասել, արա դու ինչի ես ընտրում, որովհետև դե հիմա ես դու էլի։ Դե հիմա ես դու ստեղ ես քո հարազատությունը տենում։ Ես քեզ ոնց կարող եմ ասեմ, ինչի ես դու քեզ հարազատ բան գտնում ես վիժվածքի մեջ։ Դու քեզ հարազատ բան ես գտնում, որովհետև դու էլ ես դրանից։ Չգիտեմ, տիբեցիների թեման ինձ սկսել է ասենց մխվել մտքիս մեջ։ Լիքը բան կա ուսումնասիրելի։ Էսել են լրագրողի նկատմամբ դատականություն սկսել, որը խոսել է հայկական ցեղասպանության մասին։ Հայկական ցեղասպանության մասին խոսացողին դատում են Թուրքիայում։ Ու դուք այդ թուրքերին եք սպասում, գրկաբաց։ Դա իհարկե հասկացակու մասին է խոսքը։ Ու սրան հավատալով, սա է ձեր ապուգան, սա է ձեր, սա դերաստված։ Նա տեսի լսենք էլի։ Նայում եք Բաքվի բանտում մեր հայրենակիցների այդ դատական process-ները նվաստացած ձեզ չեք զգում, ասենք երբ որ ես նայում Ալիևի դեմքի հրճվանքը բաներում, հարցազրույցներում, երբ որ Ալիևը իմ երկրի վարչապետին ծաղրածու է ասում, ո՞նց չեք ձեզ զգում դրանից։ Ես իրականում վատ եմ զգում ինձ, բայց մի հատ հարց։ Իսկ ով էր իրենց ստիպել, որ գնային Բաքվի բանտ։ Լսեցիք։ Զտարյուն քպայական էլի։ Զտարյուն։ Կարմիր գրքի մեջ պետք է գրել էլի։ Կսես կարմիր գրքի մեջ պետք է դնել։ Իսկ ով էր իրենց խնդրում գնային Բաքվի բան։ Դերեք վարդապետ ու մի խնդացիր։ Ոնց ով էր Հա, ստիպել։ ով էր իրենց ստիպել։ Ոչ ստիպողապ չեն տարել բռնել են իրենց։ Իսկ Արցախի վարչապետը, կներեք էլի, վարչապետը ազգային ժողովի ամբիոնից
մի քանի անգամ է անդրադարձել այդ հարցին եւ ասել է, որ իրանք են ոտով մի գնացել։ քանի անգամ առաջարկել ենք նույնիսկ ուղղաթիռ իրանց, որպեսզի իրանք տեղափոխվեն Հայաստան։ Ու նրանք հրաժարվել են։ Իսկ այն երկու վերջի Ես նման բանից տեղեկացված չեմ։ Բա։ Հենց այդքանին ուղղաթիռը առաջարկել, որ իրանք տեղափոխվեն ասա։ Որ վարչապետը մի քանի անգամ ամբիոնից ասել է. «Վերջ, զտալյուն քպայականի համար դա հերիք է, որ ասի իրանք իրաց ֆոտով են գնացել, իսկ իրենց ով էր ասում գնային բանկի բանտ»։ Ու վարչապետը քանի հոգի էր տեղափոխելու այդ ինքնաթիռով, ուղղաթիռով։ Այդ տխմար։ Վարչապետը ով էր, որ ուղղաթիռ ուղարկել ընդ։ Ինքը ասում էր, խնդրի չկա, տեղ իրանց ոչ մի բան չի սպառնում։ Ախր, ինչի պետք է ուղարկելու ուղղաթիռը։ Ո՞ց եմ ասում, որ սրանց լսել, սրանց աջակցել, սա բարոյական ընտրություն է։ Բարոյական։ Իմ ձեռքը լինի, ես սրանց կհավաքեմ բոլորին միտեղ։ Անկլավ, մի հատ անկլավ կստեղծեմ Ադրբեջանի տարածքում, հավաքեմ եւ կտամ Ադրբեջանին։ Կտամ ուղղակի։ Նման բան ես չեմ լսել, որ Փաշինյանը ասել է եկեք ապահով դες տանենք Հայաստան, իրենք հրաժարվել են։ Իրենք ասել են թող մեր բնակչությունը, Արցախի բնակչությունը այստեղ է։ Մի հատ իրենց ապահով բանը ապահովենք, նոր կարողանանք։ Չէ, ջանս, այդ դիժբասքը ամբիոնից մակի գոռում էր, որ դա տեղ իրանց վտանգ չի սպառնում։ Վտանգ չի սպառնում ուղղակի։ Թիքսիմե ջան, բացեք վարչապետի ելույթների։ Ռուբեն Վարդանյանին առաջարկվել է, որ եկեք ձեզ ապահով տանենք, ասել է չէ։ Վարչապետը ելույթ է ունեցել եւ ասել է, որ մենք քանի անգամ ենք գնացել հանձնվել է ձեր վարկածով։ Քանի անգամ ենք իրանց առաջարկել։ Չէ, բայց լոգիկան ո՞րն է, գնացել են Բաքվի բանտում հանձնվել են, որովհետեւ դա իրանց ձեռնտու է։ Այ, լրագրողի խնդիրը գիտեք ինչու՞մն է, որ ինքը քպայականի հետ խոսալուց ինքը փորձում է լոգիկայի մեջ կառուցվածք տալ, իրեն լոգիկայի հետ կապված հարցեր է տալի։ Դուք հարց եք տալի մեկին, որի համար կրթվել է բացարձակապես պարտադիր չի հասկանում եք, որ ինքը ներքին մղումներով է երկիրը կազմակերպելու, սիրով է անելու։ Դուք լոգիկայի հետ կապված իրեն հարց եք տալի։ Ուղղակի հիշեցեք, որ ըստ ձեր վարչապետի դրանց վտանգ չի սպառնում։ Այդ դեպքում ինչի պետք է ուղղաթիռ ուղարկել։ Եթե վտանգ չի սպառնում այդ մարդկանց, դու ասում ես, նրանք էլ քեզ ցիտում են մակում։ Եթե վտանգ չի սպառնում, ինչի պետք է։ Բայց այդ հարցը տայեք էլի, երբ մոռացել ա լրագրողը։ Ամեն քանի անգամ են, իսկ վերջի երկու հոգին, որ գնացել են Բաքու, ինչի են գնացել։ Ում նկատի ունեք։ Դավիթ Բաբայանին երևի։ Ոնց ինչի են գնացել։ Ինչի։ Բռնել են իրենց։ Ոչ, իրանց կամքը գնացել։ Բաքու։ Գնացել են, հանձնվել են։ Ես չգիտեմ ինչ են արել, բայց գնացել են ինչի համար։ Ոչ, ո՞րն է ձեր բացատրությունը, ես չեմ ընկալում ճիշտ ասած ձեր ասածը։ Ես ճիշտ ասած ես էլ չեմ ընկալում, ինչպես նրանք հայտնվեցին Բաքվի բանտում։ Վերջացա։ Վերջացա, ժողովուրդ, վերջացա։ Ասանայք։ Սա հունիս ամիսն է։ Նայեք։ Եկեղեցի փրկողները խաչ են վառում են։ Խաչ։ Խաչն են վառում, նկարները մի կողմ։ Ինչու հələ մտ կողքիներին նայեք։ Ոչ մի հայկական, ոչ մի քրիստոնեական բանում էս չի տեղավորվում էս տիսակարգը, ճակերտավոր եմ ասում տիսակարգը։ Սա նիկոլականներն են։ Դե աջակցեք, ով աջակցում է, թող աջակցեն այս ամեն ինչու։ Մեզ ան լսեք էլի։ Կներեք ավարտեմ։ Դա էլ եք հանցագործել վարակելու։ Հիմա մենք ասում ենք մեր ձևով ձեզնից հարցազրույց ենք վերցնելու։ Մեզ եք։ Դուք ով եք։ Ես լրագրող եմ։ Հա։ Ըստ ձեզ դա բավարար է։ Դե հիմա ինձ ասել եք։ Հարգելի լրագրող, հիմա ես հարցազրույց է տվել, դուք այդ մարդուն կալանավորել եք։ Հարգելի լրագրող, դե լսեք ձեր հարցը տվեցիք, լսեք։ Սա կապված է սուբյեկտը, իրադրությունը, խոսքերը,
մեր ունեցած տեղեկությունները բազմաթիվ գործոններ կան։ Հիմա դուք ինձանից հարց եք Ներողություն, պարոն Պողոսյան, մի րոպե էլի հաշվի արել եք, մի րոպե։ Թույլ տվեք ձեր հարցինները չպատասխանեմ, որովհետև երազ տեսնելով մենք Չէ, բայց դուք պիտի հիմնավորեք։ Սուբյեկտը, իրադրությունը, հասկանում եք ինֆորմացիաները, դրա հիման վրա են քրեական քննչական կոմիտեն, սուբյեկտը, իրադարձությունը, հասկանում եք ինչի վրա ձերբակալությունները կատարվում, բայց ես ձեր համար վատ նորություն ունեմ։ Նայեք այս վիճակներին։ Սրանք ամենամեծ ծառայություններն են մատուցում Ադրբեջանին։ Եվ իրաց մասին գրվում է, որ հայկական ակտիվիստներին եւ Արցախի առնետներին պետքա մաքրել ու Հայաստանը պետքա մաքրի։ Սրանք այս անառակները, այս ռոմոչկաները, սրանք ամենամեծ ծառայություններն են մատուցել ու մատուցում, ինչպես սա Ադրբեջանին։ Հիմա լսի ինչ եմ ասում, քրեականի պետ, քննչականի պետ։ Դու էլ ադրբեջանցու համար այս սա ես։ Իրանք ասել են վաղ այդ կռիստներն հələ բերստեղ։ Ինչպես սրանց են ասում։ Դուք հույս ունեք, որ ձեզ խնայելու են։ Իրանց ես ասել եմ, չէ, իրենց համար առաջի առնետները հենց դուք եք, հենց սրանք են, որ իրենց Թուրքիային ամենամեծ ծառայություններն են մատուցել, մեծ իրենց հակահայկական, պրոթուրքական, հակարցախյան գործողություններով, հայտարարություններով, գրառումներով ու սրանց նույնիսկ ադրբեջանցիները սա մինվալ ազնագրում, որ սրանք կռիս են, առնետ, են էլ Արցախը հանձնած Շահրամանյանն է, վերջի ճակերտավոր նախագահը։ Իսկ այս երկու պրոստիտուտկեքը մեկ էս պորնո աստղես բանն է, Ռոման Բաղդասարյանն է, այս Ալմամոլը, զգում եք, որ Նիկոլի շրջապատը բոլորն են Ալմամոլ։ Մյուսներն են պրոստիտուտկեն է, անուն չեն միշում Նատալի անունը ինչ որ է։ Բայց նույնիսկ սրանք այդքան ծառայություն մատուցելուց հետո սրանք Ադրբեջանի համար մտնում են առնետ, որովհետև այտենց է իրանց համար։ Կարևոր չի դու իրանց ինչ ծառայություններ ես մատուցում, քեզ կժպտան, բայց մեկը դու առնետ ես իրենց համար, տականք, ոչնչություն առաջին հերթին դու քեզ են սատկացնելու, ոչ թե իմ նմաններին, որ իրենց իրոք հակառակորդն են։ Եվ պատմության մեջ չի եղել դեպքեր, որ սրանք ադրբեջանցիները հայի դիակ են հանձնել։ Այն կռվողներին, որ միջև վերջ կռվել են։ Եղել է, այդպես դեպքեր է եղել։ Բայց դավաճաններին, ոչ մեկ չի սիրում։ Նույնիսկ գարշում են նրանք այդ դավաճաններից, ում իրենք ծառայություն են մատուցել։ Լսեցի՞ր հիմա։ Լսեցի՞ր։ Դա ማለት դուք պիտի երազեք, որ ձեզ դատեն հայկական իրականության մեջ։ Որտեւ եթե ձեր բախտը չբերի ու մենք չկարողանանք ձեզ փրկենք։ Այն ժամանակ ձեր տոնածառները ուրիշ մարդիկ կազմակերպեն եւ ձեր երեխեք այդ տոնածառը չեն տեսնի։ Ձեզ տրամադրությունը պետք է գցեն։ Ոչ էլ դուք։ Եթե մենք ձեզ չկարողանանք փրկել։ Սա լավ պետք է իմանաք։ Այսինքն դուք մերժված եք եւ գարշանք եք ոչ միայն հայ բնակչության համար, այլ նաեւ թուրք, ում դուք անմնացորդ ծառայում եք։ Հայ մարդու փողի հաշվին, հայ մարդու կյանքի հաշվին, հայ մարդու ապագայի հաշվին, ուրացած ամեն ինչ։ Չկա աշխարհում մի տեղ, որ ձեզ ասեն, կարգին տղա է։ Զզվում են ձեզանից եւ ներսում եւ նրանք ում դուք ծառայում եք։ Սա պետք է դուք լավ իմանաք։ Ես տեղից հարցում ձեզ չեմ կարող օգնել։ Այս էլ քո աշխատանքի արդյունքն է։ Վախենում ենք, այո, վախենում ենք։ Քուն ու դատար չունեն արամուսցիները, ինչ լսել են, որ Գազարի դաշտում իրենց համագյուղացի ամուսիններին եւ Զովաշենում եւս երկու մարդու սպանած Թադևո Սովակիմյանը անմեղսունակ է ճանաչվել։ Դատահոգեբուժական փորձակնությամբ է պարզվել, որ հոգեկան առողջական խնդիրներ, զառանցական խանգարում ունի տղամարդը, պետք է բուժվի հոգեկան առողջության կենտրոնում։ ԿՊ-ականը 4 հոգու սպանել է։ Ասել են աղբինյան, դե իմ առողջական խնդիրներ ունի։ Կարև չնստի։ Էս չեք դուք։
Այս չեք դու կարա։ Այսինքն եթե ԿՊ-ականա կարա 4 հոգու սպանի։ Եթե գալիս է Նիկոլ հետ համագործակցելու, ուրեմն կարանք ջրենք իր բոլոր հանցագործությունները։ Ինչպես Միրզախանյանին, այդ Պիրս քահանային, հա, որ ինքը լակոտ ունի, հա։ Ոնց որ բան Կճոյանին, օֆշորային սկանդալներ, սա թալան, մալան, ամեն ինչ կարան ջրեն այն պահից, որ դառնում է ձեր հետ համագործակցող։ Մեքենա է վարում, էնել տաքսի է վարում, շփվում է մարդկանց հետ, մարդա տեղափոխում, բայց գիժ է, ոնց կարող է դա տեղի։ Գյուղում կասկածում են, որ իրավապահ Գյուղը այստեղ մարդիկ իրար ով ինչա կերե օրվա մեջ էլ գիտեն։ Էդ էլ գիտեն։ Ես շատ լավ հասկանում եմ, որ ասան թողել են դուրս, որովհետև ԿՊ-ի համար աշխատում է։ ԿՊ-ի համար աշխատում է, կարայև մարդ սպանի 4 հոգի։ Ու վերջ, գնա, դու գիժես։ Դու չես հասկացել ինչ ես անում։ Գնա ու շարունակի սպանելը։ Ընդ որում իրեն նախորդ զգուշացել են, հեսա զենքով դպրոցել է մտել էս անասունը։ Էս չէ կարա։ Էս չեք ինչ իրադրություն, ինչ բան։ Հարգելի լրագրող, հիմա ես հարցազրույց է տվել, դուք այդ մարդուն կալանավորել եք։ Հարգելի լրագրող, դե լսեք ձեր հարցը տվեցիք, լսեք։ Սա կապված է սուբյեկտը, իրադրությունը, Սուբյեկտը, օբյեկտը, իրադրությունը։ Էս չի ձեր սուբյեկտը, օբյեկտը, իրադրությունը արա։ Պահների ու իշխանությունների հետ Թադևոսի սերտ հարաբերություններն են պատճառը, որ նրան անմեղսունակ են ճանաչել, իրենց բառերով ազատել պատժից։ Լսել են, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավներին էլ է մասնակցել Գյումրիում։ Ընտրություններին գնացել եմ Սարիկ Մինասյանի ընտրությանը, իմ հետ եղել են, չգիտեմ ինչ պատգամավորներ, չեմ հիշում էդի արդեն, ովքեր են ելել, Մարոժնիան տվե, Մարոժնին ես իմ ինչ են արել, էդի Գագարինն արել, որ ինձ նվաստացնի եւ այլ եւ այլ։ Արամուսից գնացել են Սադիկի համար ընտրությունների։ Հասկացա՞ք։ Հենց վիժվածներին դուք նայում եք, ես որ ասում սրանք համապետական ընտրություններին պայթելու են, որտեղ արամուսցիներին այս մարդասպաների ոտանան Սարիգի մոտ Արամուսում ով մնալու։ Ոչ մեկ։ Սրանք վերջացած են, վերջացած։ Ապատմել։ Քննչական կոմիտեին։ Դեն թվերից նկատուներ միլիցիայության հետ։ Շտատնի աշխատող այլ է։ Ստեղ մի բանտերում վազում խաբար էր տալու։ Դա է նրա գործողությունը։ Նման մարդը գիժա։ Արամուստիները սարսափում են մտքից, որ Թադևոս Հովակիմյանը մի օր նորից կարող է ազատության մեջ հայտնվել ու վերադառնալ գյուղ, պահանջում են ամենախիստ պատիժը տալ նրան։ Շատ զարմանալի է։ Այս որոշումը, որ կայացվել է անմեղսունակության վերաբերյալ, ասեմ ձեզ իմ կարծիքն եմ ուզում ասել, շատ հապկ է որոշում։ Փորձագնություններ կան, որ տարիներ են տևում եւ հանկարծ 2 ամսվա ընթացքում նման որոշման եկան։ Ասեմ, որ շատ զարմացած ենք, ասեմ, որ շատ հիասթափված ենք մենք Արամուսի բնակչությունը։ Հիասթափված է նաև մեկ օրում 4 մարդու կյանք խլած Թադևոսի եղբայրը Կամոն։ Նա էլ է համոզված, որ իր եղբայրը պետք է ճաղերի հետևում մնա։ Ախպերն էլ ասում, աղը չհասկացա, նա գիշի արա, նա հանցագործը, նա նորմալ, նա կենթանի է, դուք ոնց եք թողում նրան ազատության մեջ։ Ինչ է ԿՊ-ականի համար աշխատումը։ ԿՊ-ի համար աշխատումը կա 4 հատ մարդ սպանի։ Գազարի դաշտում կնոջ հետ սպանված Գևորգի քույրը հարց ունի անմեղսունակ ճանաչվածի եղբորը։ Գերեզմանում հարցամ կամոջան, այդքան ժամանակ լսել ես որ քո ախպերի գիժա։ Ենի ոչ թե մենակ գիժա, լսի։ Չէ, գիժ չի։ Նա որպես հասկանում ես կռվարար, զակատարած կռիվ, անհաշտ մի անձնավորություն է։ Ոչ մի բան չի ուզում լսել եղբոր մասին Կամոն։ Ասում է ինքը 40 տարի առաջ դուրս է եկել հայրական տնից ու շփում չի ունեցել եղբոր ընտանիքի հետ։ Մենք կապ չունենք իր հետ ընդհանրապես։ Եթե ծմախ չտվեցին, ես եմ բողոքելու խնդրել։ Նա իրավունք չունի մտնելու հասարակության մեջ։ Սպանվածի ախպերն է ասում, ծմա պետք է տաս։ 4 հոգու արա սպանի, ազատվեք վրա։ Ինչը միլիսեկի հետ կապա ունեցե, ԿՊ-ի համար աշխատում է, Սարիգի ընտրություններին է գնում մասնակցի։ Մտածում են, բայց գժին էլ դատենք, այս անասուն էլ դատենք, բա մեր համար ով է աշխատելու։ Հետո թողենք թո Արամուսում մնա, վաղ տարածելով ձեն ավակենք, հա։ Էս չեք դուք։ Էս չեք դուք։ Դուք կարող ես ամեն ինչ հետ կապ չունեք։
Բայց եղբորն է զանգել Թադևոսը Գազարի դաշտում ամուսիններին սպանելուց հետո։ Զանգեց, ասա շուտ արա, Գագային ու կնիկը չկան, աղջկաս, ասա թո երեխեքին վեճնի փախնի։ Գոռացել եմ Գազան, էդ ինչ ես արել։ Ասում են ողբերգությունից 2 ամիս անց գյուղում չէ Թադևոսի ընտանիքը ու զարմանում, որ նրա տան պատուհանագոգին ծաղիկները չեն թարամում։ Մի օր մեր ծաղիկը չենք ջրում, թառամում է։ Խնդրեմ։ Այն, որ Արամուսում վատ համբավ է ունեցել Թադևոսը, բոլորն են ասում։ Խանութ է մտել, սիգարետը վառել ու վիճել խանութի աշխատողի հետ, քեֆերի ժամանակ կռիվ սարքել։ Ասել են դուրս արի վիճելահետները խանութում։ Դե ես քեզի կասեմ։ Այսինքն ցուցակում գրելա, որ դու էլ ասիմ կազմի մեջ որ պետք է խփեմ։ Տա այս հարսանիքին եկա կռիվ գցես չընդունիք։ Թորոնս հարսանիքին չընդունիք, դեց հետ չլա գնաց, ոչ մոտ։ Անցած տարի էլ հրացանով դպրոց է մտել, պատմում են այս մարդիկ։ Այո, մտելա, հարցրեք երեխաներին, կլինեն ստև իշ-որ մի երեխա, անցած տարի։ Թադևոսին Իմ ես հարց եմ տալի։ Այս անասուն դպրոց եմ մտնում հրացանով։ Էս չեք դու կարա։ Մարդը բանը հարցազրույց տալու համար դատվում է։ Հրացանով մարդը մտնում դպրոց, ազատ ֆրֆրում է, որտեղ 400 հոգի սպանի, էլի ազատ ֆրֆրա։ Էս չեք դուք։ Հանգամանքը, եսի մինչը, աշխատանքը, տուֆտություն։ Դուք, ձեզ թվում է դուք ես միշտ պետք է խոսակ, աչոտ տալու ժամանակը չի գալու։ Ձեզ ես թվում է գիժը մենակ այդ հարևաններին պետք է սպանի, վաղը գալու ասնի ձեր երեխեքիներ։ Ոնց կարող է մեկը, պատկերացնում եք, արա հարցազրույց են տալի, ալենին ասում են, ինչ են ասում, պատասխանում են ընդամենը, հաջորդ օրը գալիս են մասկեքով, բան, բռնում, կալանավոր միանգամից նագում են, այս անասունը հրացանով մտել է դպրոց, ազատ ֆրֆրում է, հետո է դանցնում մի տարի հետո 4 հատ մարդ է սպանում։ Ազարումի մեղքի մեջ մեղադրող գյուղում ինչու որևէ մեկը երբևէ ոստիկանություն չի դիմել։ Մարդիկ հասկացնում են, զգուշացել են շարից փորձանքից։ Էդգար Ղուշչյան, Հենրիկ Համազասպյան եւ Անի Զգուշացել են շարից փորձանքից։ Բա ասել են հանրապետական է, ՔՊ-ական է, գործ չունենք հետը։ Լսել բերում է դրան, ժողովուրդ։ Լսել բերում է դրան։ Ասեն խոսացինք։ Գնանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուկրաինա։ Կտեր, սուտ խոստումներ։ Զելենսկուն համոզում են, հետո ոնց որ արդեն համոզվել է, որ դու ինչ որ պետք է։ Ու գրում է, որ Զելենսկին ըստ MSN-ի, որ պատրաստ է զիջումների մենակ խաղաղություն ստորագրի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասես գարանտիա է տալի, որ մենք քո կողքն ենք լինելու, Ռուսաստանը երբեք չի արձակվի քո վրա։ Ատենց մի բան խոստացել էին նաև 91 թվականին, որ դու Արտպեջան, ինչ ունես դու Ռուսաստանի նավատորմը դու Սևսովյան, քո բանը ատոմային գլխիկներով հրթիռներ, ամեն ինչը դու Ռուսաստանի, մենք քո կողքն ենք։ Քեզ ոչ մեկ մատով չի կարող կապի։ Հիմա նույն բանն է։ Տեսնենք կտա թե չէ։ Սա ընդհանրապես բանը Չիլիում նախկին նացի անդամի, նացիստի թորնը ընտրվել որպես նախագահ Չիլիում։ Սա մասին չգիտեմ դուք արդեն տեղյակ եք թե չէ, այսօր Ավստրալիայում մեկը այդ խանուկա տոնի հետ կապված հրեական կրակաբաց հրեաների վրա 10 հոգի սպանել է։ 10 հոգի Ավստրալիայում։ Ու սրանց են խոսացնում լսեք։ The co-CEO of the Executive Council of Australian Jewry. Alex, thank you so much for being here. Can you just describe what you are hearing from your friends who were there at the beach? Well, the first I heard was from actually one of my colleagues who works in our media department. He's a very dear friend of mine, and we were supposed to attend the event together.
and he called me and he showed me shrapnel and gunshot wounds that he'd suffered. And I was supposed to be. Մի խոսքով, այդ կրակողին էլ մի հատ տղամարդ է բանալել, ոչ ոստիկան, ուղղակի կարողացել է նեյտրալիզացնի, հա։ Ու գիտեք ինչն է ամենասարսափելին, որ ասում են այնքան է մեծացել անտիսեմիտիզմը Ավստրալիայում, որ մարդիկ սկսել են հրյանես սպանել, անտիսեմիտիզմ։ Կյանքում իրանք չեն ասի, որ մենք հասել ենք այն աստիճանի, որ մեր վրա արդեն կրակում են։ Չեն ասի։ Ինչի՞։ Դե կրակելու իրավունք մենակ իրանք ունեն։ Այն ինչ որ իրանք են անում, դա նորմալ է, բայց հենց իրանց դեմ մի բան շուրագալի, դա արդեն անտիսեմիտիզմ է, ոնց է։ Ոնց է։ Հիմա նայեք ինչ է կատարվում աշխարհում։ Այն ինչ որ հիմա կատարվել է, իհարկե դա աններելի է։ Ոչ մեկի վրա իրավունք չունի կրակելու։ Բայց ես միշտ ասում եմ, դու այսքան ցինիկ, այսքան կեղտոտ քաղաքականություն որ բաղում ես, սրա դիմաց քո քաղաքացիներն են վճարելու տարբեր տեղում։ Ես էլ չգիտեմ այդ կրակողն ինչ ով է, ինչ մոտիվացիաներով է կրակել, բայց դրանք լինելու են, որովհետև դու որոշակի խմբի մարդկանց դու ընտրություն չես թողում ուղղակի։ Դու ընտրություն չես թողում, ասում ես ես կոտորել եմ ու շարունակել եմ կոտորել Լիբանանում, Պաղեստինում, Սիրիայում, որտեղ ուզեմ ես շարունակել եմ կոտորել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես չեմ զարմանա նույնիսկ եթե կրակողներ հենց իրանցից լինի։ Որպեսզի ասեն էլի մեզ նեղում են աշխարհով մեկ։ Որտեղ սրանք ամեն ինչ անել են։ Սրանք սեփական ցեղասպանություն են կազմակերպել, ես ինչ է ոչ չանեն։ Պետքա չէ, պետքա դուրս գալ այդ բանից, նորից վերադառնալ զոհի կարգավիճակի։ Աշխարհը իրան զոհ որպես չի ընդունում, դա արդեն իրենց համար վտանգավոր է։ Պետքա նորից դառնալ զոհ։ Այս շրջանակներում էլ կազմակերպվել է սա միջոցառումը։ Իմ վստահ եմ ուղղակի։ Հիմա Բրիտանիան է սպառնում միջազգային դատարանին, կտրի նրանց ֆինանսավորումից, եթե միջազգային դատարանը շարունակի մեղադրել Նետանյահուին ցեղասպանության մեջ։ Պատկերացրեք։ Բրիտանիան, Տրամպը քիչ էր, հիմա էլ Բրիտանիան է սպառնում միջազգային դատարանին, կտրի ֆինանսավորում, եթե միջազգային դատարանը պայքարի ցեղասպանության դեմ, մեղադրի սրանց ցեղասպանության մեջ։ Այսինքն ի՞նչ է դուրս գալի։ Եթե մենակ ամերիկաներ ցեղասպանության հովանավոր, հրեական Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության, հիմա սահուն միացավ նաև Բրիտանիան։ Իսկ ինչ ասել եմ, սիոնիզմի որջը դա Բրիտանիան է։ Ու այն պատահական հաջողությունները, որ ունենում են մարդիկ այնտեղ, դա ուղղակի ուժերի դիսբալանսի արդյունքում է լինում։ Բայց որպեսզի այս պրեմիեր մինիստրը մնար իր աթոռում, ինքը ընդունեց Նետանյահուի պահանջը եւ պահանջեց այն ինչ որ ինքը պահանջում է։ Հակառակ դեպքում հիշում եք, չէ՞, մի երկու շաբաթ առաջ ինչ էր իրան սպառնում։ Դա շարական ուղղակի։ Միանգամից փոմատիկ ելան փողոց, ասեցին բողոքել, ես ասում եմ սա հետևում կանգնած են էլի իրանք, որովհետեւ իրան թույլատրել Պաղեստինի դեսպանատան բացումը։ Պաղեստինի դեսպանատան բացումն ու հաջորդ օրերս խնդիրներ եկողին միանգամից եղավ։ Այսօր էլ ընդունել է կրոնը, ասում է ես կկտրեմ ֆինանսավորումը միջազգային դատարանի, եթե խանգարի Իսրայելին շարունակել իր ցեղասպանությունը։ Ժողովուրդ, մենք մի երկրում ենք, մենք մի արդեն աշխարհում ենք ապրում, որտեղ միջազգային օրենքները պաշտպանող դատարանի սպառնում են արդեն երկրի վրա երկու հզոր պետություններ, մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեկը արդեն Բրիտանիան։ Իսկ երրորդ երկիրն է իրականացնում է ցեղասպանություն։ Ու մենք սալյուտների վրա ենք ուրախանում, լույսերի վրա ենք ուրախանում։ Ասում ենք մեզ զինվել պետք չի, մեզ պաշտպանություն պետք չի։ Մենք խաղաղություն ենք։ Ինչ ասես այն նապաստակի, որ մտածում է եթե ինքը ժպիտով ման եկավ, խաղաղություն գոռալով ման եկավ անտառի մեջ, իրեն չեն ուտել։ Ոնց կասես այդ կենթանուն, ինձ ասեք էլի։ Ես բան չասեմ, որտեղ ինչ ասեն վիրավորական անուս կա։ Բա մտել ես ապուշիներ կարդանք, անցնենք առաջ։ Թրամպը
նախազգուշացնում է, որ հանկարծ բանի UN-ի ՄԱԿ-ի բանի վրա չգրոհեն Սիրիայում, ՄԱԿ-ի աշխատողների վրա, բայց ինքը չի նկատել, որ 2 տարվա մեջ 263 ՄԱԿ-ի աշխատողը սպանվել Իսրայելի կողմից Պաղեստինում։ Հիմա Սիրիայից զգուշացում, որ հանկարծ ՄԱԿ-ի աշխատողներին ձեր մոտ բան չեն լինում, բայց ասում եմ 2 տարի 263 ՄԱԿ-ի աշխատողը սպանվել դիտավորյալ եւ ուղղակի բուլդոզերով լցել են հողի մեջ իրանց։ Իսրայելի կողմից։ Իսրայելին կարելի է։ Այս Սիրիայում չի կարելի։ Խելոք մնացեք Սիրիայի ՄԱԿ-ի աշխատողներին ձեր չտեք։ Բայց եթե մտակ բան Պաղեստին, Իսրայելի իրավունք ունի ձեզ գնդակ արելու։ Մենք էս աշխատում ենք այսօր։ Լագարվելի քվակի։ Բայց դե հոգևորականներ կան պաշտպան պայքարում են սրանց։ You have no right to be here. This is sacred ground. Sir, back up, please. Don't you lay a hand on my people. You hear me? No, we can't let you interfere. Interfere? You're dragging families out of worship. Let's calm this down. Then leave. You have no right to be. Հոգևորականը պատկերացնում եք խառնում է քաղաքականության մեջ, ասում է դու իրավունք չունես այս պահից տեղ լինելու։ Ո՞վ ես ընդհանրապես, դու իրավունք չունես։ This is sacred ground. Դա սա հոգևոր տարածք է։ Սուրբ տարածք է, դու իրավունք չունես տեղ լինելու։ Հայաստանում սա կանոնավորել էին հիմա։ Ոնց քաղաքականության բազում պետության դեմ այլ է։ Հիմա Փաշինյան Նիկոլը կձերբակալեր սրան, կկողպեր բանը եկեղեցին իր գրպանի քահանաներին կբերեր, կմցներ ներսը։ Սա այն ապուշների համար, որ ասում են ճիպոտելա պետք։ Այ հիմա ըստ բանի, ըստ այս հերոսի, ուր է այս հերոսը։ Ըստ այս հերոսի, այս քահանային պետք է ամբարձամբա խոսալու համար, հա? Ճիպոտել։ Ոնց թե ինքը ասում է իրավունք չունես տեղ լինելու։ Էս ինչ բան է։ Դատել չի կարելի իհարկե սրա համար, հոդված չկա, բայց այդ ճիպոտելը չէր խանգարի։ Ճիպոտի վարպետը։ Ասում ենք։ Խաթեր, այստեղ ես։ 60 տարեկան տղաս ես պագել ճանապարհ եմ խաղ։ Ու սխալ եմ։ Շատ եմ սխալ։ Հավատացել եմ ասեմ գեղեցիկ խոսքերով։ Իմ նման շատ-շատերը, բայց այսօր ես որ կրում եմ։ Կտոր մեր երկիրը տերն են տալին կամազ մենք այդտեղ մամետականություն։ Ես բան չունեմ, ես միշտ պատրաստ եմ լսել ովքեր են փոշմանել իրանց արածի համար։ Բայց մենակ փոշմանելը քիչ է տղեկ։ Պետք է նաև ուղեք ձեզ սխալը։ Ուղեք։ Ոչ թե սպասեք ընտրության օրը մենակ գնաք մի հատ խաչ տնեք, պետք չէ։ Ինչ-որ բան պետք է անեք։ Պետք է անեք, դրանց գլուխը մտցնեք, ովքեր դեռ մտածում են, որ իրանք ճիշտ բան են արել, բայց չեն հասկանում ինչա կատարվում Հայաստանում։ Գործ պետք է անի։ Մեղքը գործով են մաքրում։ Գործով։ Իսկ վերջում ուզում եմ Թումանյան կարդամ ձեր համար։ Այս ինչ։ Չի մեծ հայա։ Մեծ հայ։ Ոնց որ այսօրվա այդ հրապարակի լույսերով ոգևորվածների մասին լինի, ասում է դուք մեծ հայրերի ընկած զավակներ, դուք ով ստրուկներ մոլի կրքերի, դուք ով զեխության խղճալի հյուրեր, որ շվայտ կյանքին դարձել եք գերի, դուք որ ընկնում եք ոչ պատերազմում, թշնամու սրով եւ ոչ ձեր մահով, որ եղբայրադավ ժողով եք կազմում եւ տեսնող աչքից կարծում ապահով եղբայրադավ ժողով եք մտածում եք ոչ մեկ ձեզ չի տեսնում դուք որ պատրաստ եք անմեղից կապած սեղանավորի ոտքի տակ զոհել որ ավազակի առաջ սարսափած ճշմարտություն եք ուրանում խոսել
Դուք որ ուզում եք աշխարհին խաբել եւ դատաստանի առաջ դողալով, գիտեք կեղծավոր արտասուք թափել, չարությամբ լեցուն հանցավոր սրտով։ Դուք որ մարդկանց աչքերն եք կապում, ով սպասավորներ բանտի խավարի, որ հարազատի արյուն եք թափում եւ ձեր եղբոր գույքն առնում ավարի։ Այն մտածում ես, այս մարդը տեսել է, թե 100 տարի առաջ էլ նույնը եղել։ Դուք որ այդի դառն արտասունքով շաղաղեցիք ձեր սեղանի հացը, որ հպարտասակ անօրեն գործով, որ հարցնում եք, թե ուր է Աստվածը։ Եվ ասում եմ, ձեր կերած հացը արյունով է շաղախված, ինքն ասում է, դուք որ մարդկանց աչքերն եք, չէ, դուք որ այդի դառն արտասունքով շաղախեցիք ձեր սեղանի հացը, ես ավելացում, դուք արյունով շաղախեցիք նաև բականքներ, եւ հարցում եք ուր է Աստվածը։ Կհասնի նա ձեզ բարկության բարդար, արժանի մահով պատուհասելու, եւ ով պիտի ձեզ ցույց տա ճանապարհ նորա բարկության պատժից փախչելու։ Չեմ ասում, դուք փախչելու տեղ չունեք։ Ով է ձեզ ճանապարհը ցույց տալու։ Գիտեք ինքը չգիտեր ինչ ա գրում։ Գիտեք ինքը չի տեսել այն ինչ որ ինքը գրում է։ Թե դու գիտեք այնքան ունիկալ ու էքսկլյուզիվ եք, որ ձեր նման պատմության մեջ չի եղել։ Որ ձեզանից առաջ չեն եղել ուրիշի արտասունքով շաղախված հաց ուտողներ։ Եղբայրյա սպանությամբ հրճվողներ, ուդացողներ, շվայտ կյանքին գերի դարձածներ։ Գիտեք ինչ էքսկլյուզիվ եք ձեզանից առաջ չի եղել, ամեն չէ եղել է։ Ուղղակի ձեր տագիտությունն այնքան շատ է, որ դուք ցեսում եք, ձեզանից առաջ որ կյանք ա եղել, ոչ թե ձեզանից հետո է լինելու։ Այդ ձեր տեսողությունը միջև այստեղ է։ Այստեղ։ Ականջները փակ վախից, որ հանկարծ այլ բան չլսեք, որ հանկարծ չփչացնի ձեր անդունդը։ Բայց կհասնի նա ձեզ բարկության բարդար, արժանի մահով պատուհասելու, եւ ով պիտի ձեզ ցույց տա ճանապարհ նորաբարկության պատժից փախչելու։ Ոչ մեկ։ Այս խոսքերով էլ ուզում եմ ավարտել։ Լավ մնացեք։